Ողջույն 24-ի եթերում հետագիծն է Նարեկ Գալստյան ու այս բան ես հյուրընկալում Սթենֆորդի համալսարանի դոկտոր քաղաքագետ Արթուր Խաչիկյանին։ Պարոն Խաչիկյան, ողջունում եմ։ Եվ շնորհակալ եմ շատ հրավերս ընդունելու համար։ Պարոն Խաչիկյան, երեք քննչական կոմիտեի եւ այլ իրավապահ կառույցների խուզարկությունների հետևանքով այսպես համացանց նետվեց եւ այնուհետեւ բուռն քննարկման առիթ դարձավ տետրի վրա գրված մի ցանկ, այսպես կոչված կառավարության ցանկ եւ այլն, որտեղ 50%-ով արտգործ նախարար դառնալու հնարավորությունը կամ հավանականությունը ձեզ էր պատկանում, իմ լավ ընկեր բարեկամ Վահագն Մելիքյանի հետ միասին, ես ուզում եմ հասկանալ ինչ էր սա, ինչու էսպես աղմուկ բարձրացեց, անխնդրեմ էկրաններին հայտնվեց արդեն արտգործ նախարարի Վահագն Մելիքյան, Արթուր Խաչիկյան։ Ինչ է սա, ինչու էսպես մեծ աղմուկ բարձրացրեց ձեր մեկնաբանությունը։ Դե ճիշտ ասած ես տեղյակ չէի, որ ես պետք է 50%-ով դառնայի արտգործ նախարար եւ իսկապես չեմ էլ կարող, որովհետեւ ես դասընթացներ ունեմ հիմա եւ ամառը դաս եմ տալիս, ես չեմ կարող դառնալ։ Դե հիմա դժվար դառնանք, պարոն։ Հիմա արդեն երևի, այդ չի լինի։ Այդ ցուցակի մասին էլ չգիտեի, իհարկե շատ շնորհակալ եմ եւ մեծ պատիվ էր, բայց մենք չհասանք այդ կետին դեռ, որ մենք կառավարություն ենք կազմում։ Գիտեք, ապագա կառավարության կազմի մասին թղթեր գրելը դա հանցագործություն չի։ Գուցե հանցագործություն է այնպիսի կառավարության անդամներ բերել, որոնք դպրոց են ավարտել եւ դառել են մինիստր։ Գուցե դա է մի քիչ հարցական։ Իսկ ինչ-որ պրոյեկտներ ունենալ, դա խնդրեմ չի։ Եվ իշխանություն փոխել է, ինչպես մենք տեսանք, դա էլ հանցագործություն չի։ Գուցե հանցագործություն այն է, երբ որ դուք ամբողջ ազգը խաբում եք, ամբողջ ժողովրդին խաբում եք, սուտ խոստումներ եք տալիս, բոլոր ձեր խոստումները տապալվում են ձեր բոլոր պլանները, երբ որ դուք հանձնում եք Արցախը, որի համար 12000 տղա է մահացել, կյանք է տվել, ընդունում եք, որ 5000 զինվոր մահացավ ձեր պատճառով, երբ որ դուք տապալում եք մեր դիվանագիտությունը, հանձնում եք մեր Հայաստանի սուվերեն տարածքների մի մասը, երբ որ այնպիսի վիճակ եք ստեղծում երկրում, որ փողոցներում մարդիկ մոտենում են, ասում են գներեք պարոն Խաչիկյան, մեր հետ ինչ է լինելու, մեր վերջը ինչ է լինելու։ Մարդիկ այնպիսի հարցեր են տալիս, լրիվ հույսը կտրած, ապաթիայի մեջ, հուսահատված 7 տարի այս խայտառակությունը շարունակում է, մենք հիմա եկանք արդեն կլասիկ բռնապետության։ Սա բռնապետություն է, բայց բռնապետը պարտվող բռնապետ է։ Գոնե եթե լիներ հաղթող բռնապետ, ինչպես որոշ մեր հարևաններ, օրինակ Էրդողան Ալիևը հաղթող բռնապետներ են, այս մեկը պարտվող բռնապետ է։ Դա է մի քիչ պրոբլեմատիկ։ Հիմա դառնանք կլասիկ բանանային հանրապետություն, որտեղ մարդուն իր կարծիքը հայտնելու համար Սամվել Կարապետյանին բանտարկում են։ Եվ մենք բոլորս հիմար չենք, ոչ մեկ այստեղ հիմար չի, մենք շատ լավ հասկանում ենք ոնց սա սկսվեց։ Սկսվեց կաթողիկոսի հայտարարությունից, պաշտպանություն Արցախի հայությանը եւ հարձակում Բեռնի ժողովի նկատի ունեք։ Այո, Բեռնի ժողովին, այո։ Եկեղեցիների համաշխարհային խորհրդի։ Այո, նա նշեց, որ եղել է էթնիկ զտում, հա, չգիտեմ, բառերը կոնկրետ չեմ հիշում, բայց ասեց, որ հայերին բռնի ձևով հանել են Արցախից իրենց հայրենիքից, որը ընդունում են շատ օրինակ եվրոպական քաղաքական գործիչներ, չնայած ոչինչ չեն անում, բայց ընդունում են։ Եվ եկավ հակահարված եկավ Ադրբեջանի կողմից, իրենց մամեդական համայնքի ղեկավարից, եւ ակնհայտ է, որ հրահանգ նա ստացավ հարձակվել մեր եկեղեցու վրա։ Հարձակվեց կաթողիկոսի վրա։ Դարավ կներեք հնդկական կինոյի ռեժիսոր, սկսեց պարզել, ով որտեղ թաքնված երեխաներ ունի։ Սկսեց զբաղվել մարդկանց անձնական կյանքով, հետո անհավասարակշիռ բաներ գներ Facebook-ի վրա, որը մեզ ուղղակի խայտառակություն է, սա կոսմիկ մասշտաբների խայտառակություն է։ Ձեր այն հայտնի մեմը հիշեցի, որ ցույց տվեցին 168-ին գործընկերները, բայց իսկապես ես իսկապես չէի տեսել, բայց նա լավ ռեժիսորի որոշում ընդունեց։ Նա ասեց, խնդրում եմ չնայեք ձեր Facebook-ին, մինչև սկսենք հարցազրույցը եւ ես իսկապես չէի կարող հավատալ, որ երկրի ղեկավարը sense բան կարող է գրել, բայց հետո դա շարունակվեց։ Հետո դա շարունակվեց։ Այսինքն, մենք ունենք կլասիկ բռնապետություն, մենք ունենք բանանային հանրապետություն, Սամվել Կարապետյանին ձերբակալում են միայն նրա համար, որ նա ասում է, աջակցում եմ իմ եկեղեցուն, եւ դա կատարվում է ամբողջ քաղաքակիրթ արևմուտքի առջև։ Հիմա պարոն Խաչիկյան, լավ, քաղաքակիրթ արևմուտքը մի կողմ, պիտի ֆիքսենք, որ այս ընթացքում են այսպես կոչված հասարակական կազմակերպությունները, որոնք զբաղված էին մարդու իրավունքներով եւ այլով, եկեղեցու դեմ էս եւ հայրաքելական եկեղեցու հովապետի դեմ էս սարսափելի կեղտոտագույն, լկտիագույն արշավը ոչ մի կերպ չդատապարտեցին, իրենց մեծամասնության մասին անշուշտ խոսքը,
Մենք անգամ մեր տեղեկություններով մեր դիվանագիտական աղբյուրները նշեցին, որ հիմա ԿՊԱ-կանները այսպես դեսանտ էին իջել արևմտյան դեսպանությունում, ասում էին, դուք հիմա ասում էին, նայեք, որ մենք այդքան էլ ժողովրդավար կարողաբաներ չենք անում, բայց մենք կանխում ենք ռուսական հեղաշրջման փորձը։ Դե իհարկե։ Սա էր այս մոտիվացիան։ Հիմա դրա հետ միասին 3 տեղ ունեցավ ինչ որ տեղ ունեցավ, հա։ Այսօր Փաշինյանը հայտարարեց, որ երեկ էլ ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը հանրային հեռուստաընկերության եթերում կանխվել են նոր հոկտեմբերի 27։ Պարզվում է Բագրատ Գալստանյանը, arczepiskopos Լիդիա Մանթաշյանը, Մովսես Սրբազանի օգնական եւ եւս մի քանի հոգի նոր հոկտեմբերի 27 էին նախապատրաստում, սա ամբողջ ԿՊ-ի այսօրվա մեյնսթրիմն է, արշավն է։ Ես ուզում եմ օրինակ դուք մարդ եք, որը որ Սրբազանի հետ շփվել է իսկապես եւ այս process-ների մոտիկից եք եղել, սրա տակ դուք ինչ եք տեսնում, քաղաքական գնահատ, իրավականը հələ մի կողմ իրավական թող փաստաբանները խոսեն, քաղաքական գնահատականն եմ ուզում ձեր կողմից լսել։ Սա ուղղակի տերոր է, սա ռեպրեսիաներ են, տերոր է, բռնապետություն է, որը արդարացվում է, ինչպես դուք ասեցիք, այդ ամոթալի լռությունը, արևմտյան բաների, դեսպանատների, ամոթալի լռությունը, այսպես ասած NGO-ների, հասարակական կազմակերպությունների, դա էլ է բավականին տգեղ, սզվելի, եւ իհարկե նրանք արդարացումը գտնում են։ Նրանք նույն ոճով են, միշտ նույն ոճով սուտ են ասում կամ ինչ որ մի խայտարակ բան են անում, հետո արդարացումը գտնում են։ Ինչ որ լինի, դա Ռուսաստանի մեղքն է, նախկինների մեղքն է։ Դուք գիտեք իրանց սխեման։ Այս վերջի 7 տարին, որ դուք նայեք, քանի անգամ են մեզ խաբել, սա ձեզ չի զարմացնի։ Այդ բոլոր խոստումները, որ սուտ դուրս եկան, որ մեկը ասենք։ Հիշում եք, որ ասում են Ղարաբաղի բան են, նշաջողն են իջացնում միայն։ Հիշում եք, ինչ եղավ դրանից հետո, որ ասեցին, ստեղ խաղաղության դարաշրջան կսկսի, ստեղ դարավ բան, պատերազմի դարաշրջան։ Հիշում եք այդ բոլոր ստերը։ Իդեպ, իր այդ Թուրքիա գնալը մենք հետո կիմանանք, մի քանի շաբաթ կանցնի, մի քանի ամիս կանցնի, մենք նոր կիմանանք, թե նա ինչ է այնտեղ պայմանավորվել։ Եվ ես հույսով եմ, որ դա չի լինելու Սյունիքի հանձնումը։ Հետո էլ կասեն, բան Ռուսաստանն է ուզում Սյունիքը պահել, մենք դրա համար Սյունիքը հանձնում ենք։ Պարոն Խաչիկյան, շատ հետաքրքիր բան է կատարվում, եկեք քրոնոլոգիան հասկանանք։ Ալիևը խոսում է Հայաստանում սահմանության փոփոխության մասին, մեկ էլ հոբ Փաշինյանը ասում է, դա մեր ինքնիշխան օրակարգն է, բայց այո, մենք սահմանություն պիտի փոխենք։ Ալաշուկյուր Փաշաձեն ասում է, որ հայ առաքելական եկեղեցին ապակայունացնող գործոն է ողջ տարածաշրջանում, անցնում է 1-2 օր, Փաշինյանը միանգամից սկսում է հարցակում, բայց էլի ինքնիշխան հարցակում է, սա Ադրբեջանից կողմից ոչ մի թելադրանք չունի, հա։ Այսինքն ինչ է, շորջ բոլորը թշնամիներ են եւ միակ բարեկամները այսպես տեղակայված են մեզնից դեպի արևմուտք, հա։ Այն բարեկամները, ովքեր իրենց բերանով ասել են, որ մենք ենք հաղթել ղարաբաղցիներին եւ 5000 տղա մենք ենք սպանել։ Նրանք են մեր բարեկամները, հա, 5 տարի առաջ, որ դա եղավ։ Այս մարդը ցանկացած գնով եւ իր խումբը ցանկացած գնով ուզում են պահեն իրենց իշխանությունը։ Նրանք փաստորեն Թուրքիայի եւ Ադրբեջանի դեսպանատունն են Հայաստանում։ Ինչ որ նրանք ասում են, նրանք կրկնում են եւ անում են։ Նրանք փողոցից եկած, բացարձակ անպատրաստ, դա լավագույն դեպքում ուղակի փողոցից եկած անպատրաստ մարդիկ են, վատագույն դեպքում ուղակի այստեղ ուղարկված գործակալներ էին, դիվերսանտներ էին, որոնց նպատակն էր ներսից քանդել Հայաստանի Հանրապետությունը եւ հանձնել Արցախը։ Եվ դեպս էլ տեսեք, արդեն 70%-ը կատարվեց փաստորեն դրա։ Նրանք ցանկացած բան կասեն, որպեսզի ռեպրեսիաները կշարունակվի ձեզ։ Դե այո, նրանք ուրիշ էլ միջոց չունեն, եւ 26 թվականին։ Բայց Հայաստանը ունի այդ բանը, այդ ռեսուրսը, այդքան ռեպրեսիաների, այդքան բանտարկությունների եւ։ Դա կախված է մեր ժողովրդից։ Եթե մեր ժողովուրդը շարունակի իրեն պահել այնպես, ոնց որ դա իրենց չի վերաբերվում, եւ էլի ամեն երեկո դուք Երևանի կենտրոնում մի հատ ազատ սեղան չգտնեք ռեստորաններում, եւ այն օրը, երբ որ Սամվել Կարապետյանին բանտարկեցին, մի մարդ, որը պաշտպանում էր մեր եկեղեցին, որևէ կոչեր չէր անում, ասում էր մենք աջակցենք մեր եկեղեցուն։ Եվ իրան մենք մեր ձևով կմասնակցենք պաշտպանությանը։ Մեր ձևով կարող է նշանակել երաժշտություն նվագելով, նա տարբեր բաներ կարող է նկատի ունենալ։ Չէ, դա ասացին, որ դա բան է, սահմանական կարգի տապալման կոչ է։ Ոչ, կներեք, ես 17 տարի Միացյալ Նահանգներում աշխատել եմ լավագույն փաստաբանների հետ, այդպեսի կոչ չկա այդտեղ, ոչ մի բան չկա։ Սա սպեկուլյացիա է ուղղակի, որևէ ամերիկան մեկնաբանությունն եմ ասում, էլի բան։ Հասկանում եմ, իրենց կողմից սա սպեկուլյացիա է։ Նրանք փորձեն 26 թվականին կեղծել ընտրությունները, արդեն բանում Լենինականում Գյումրիում տեսակ ինչպես էին փորձում դանել, բայց շատ ավելի մեծ մասշտաբներով դա կանեն 26 թվականին։ Կարծում եմ Թուրքիայից արևմուտքից փող կբերեն, մարդկանց էլի կսպառնան, կստիպեն, որ ցույց տան ոնց են քվեարկել, ցուցակներով
բան կանեն, կբերեն մեքենաներով, տեսակ ինչ են անում, հետո վերջում իհարկե լույսը կանջատեն։ Մարդկանց խոստումներ կտանելի, այդ եվրոկոնֆետի խոստումները նորից կսկսվի, մեր եվրո չտեսները էլի կասեն մենք առանց վիզայի կգնանք Միլան կոֆե խմելու, եւ մեր ժողովրդի մի մասը կասի դե լավ, եկեք Սյունիքն էլ հանձնենք, մենք Իտալիայից ապրանք բերենք ու ուտելիք։ Մենք ունենք մի 10% տենց մարդկանց փորի համար, նրանք ամեն ինչը կծախեն։ Իրանց սեփական երեխաներն էլ կծախեն երևի, եւ կփորձեն կեղծել 26 թվականի ընտրությունները։ Դրանից հետո այստեղ մնալու արդեն իմ համար ես որևէ իմաստ չեմ տեսնելու, եւ շատ կոնկրետ հարցեր են կանգնում, նա կորիդորը զիջել է թե չէ։ Իմանալով իր ոճը, Հիմա ինչ է ասում, ասում է մենք խաղաղության խաչմերուկ ենք անում, երբ որ այդ խաղաղության խաչմերուկը բացվեց, մենք այն կոչենք խաղաղության խաչմերուկ, բայց ուշադրություն մի դարձեք, այնտեղ մի հատ երկիր կա Ադրբեջանն է կոչում։ Այդ երկիրն էլ ասելու է Զանգեզուրի միջանց, բայց մենք խաչմերուկ ալա։ Հենց տենց էլ կանի, նույն ձևով ոնց որ Ղարաբաղը հանձնեց։ Սկզբից Ղարաբաղը Հայաստաներ եւ վերջ զրոյական կետից մենք հաղթելու ենք, սա մեր սարդարապատն է, մենք դեօկուպացնելու ենք Հադրութը, մենք կիչացնենք նշաձողը, հոպ, ու գնաց Պրագա, Ղարաբաղ չկա։ Այդ նույն ձևով նա մեզ կխապի։ Նա կասի. դե թող նրանք ասեն, որ սա կորիդոր է միջանցք է, մենք կասենք, որ սա ճանապարհ է, ուղղակի թող գնան գան, դե հիմա անպայման չի կանգնեցնել այդ բեռնատարները, ինչա դες պետքա որ կանգնեն թե ոչ, դե թող գնան։ Դե ասենք նրանք համարում են, որ սա արդեն Հայաստանի տարածք չի, մենք համարում ենք Թուրքիայում ասում է բան Թուրանի գործունեության մասին, իդեպ վաղը իմ լավ բարեկամ Ռուբեն Մելքոնյանը ընկեր եւ այլ մասնագետներ Զանգեզուրի միջանցքի հետ կապված կրկին շնորհանդես են անում, թե այսպես կոչված այդ Զանգեզուրի միջանցքը Թուրքիայի համար ինչպիսի ռազմավարական նշանակություն ունեցել դեռևս 100 տարի առաջ։ Ինչևից է, բայց ինչ է ասում, ասում է, այդ որ ասում են Թուրանը, ասում է, թող գան ասեն, ասում է, մենք կապրենք, ասում է, համ էլ ուրիշներին թույլ կտանք ապրելու։ Դա լավ կլիներ։ Այսինքն այնպես տպավորություն է, որ Թուրան կոչեցյալը այդպես ինչ-որ տեսած միֆիկ բան է, այդ միֆիկ բանի համար տասնյակով 100,000 մարդիկ չեն սպանվել տես տարիների ընթացքում, մենք էլ տենց 7 գլխանի դևի պես նստել ենք այդտեղ չենք թողնում էլի որ մարդիկ ապրեն։ Այսինքն նա էլի դարել է Թուրքիա-Ադրբեջանի դեսպան։ Նա իրանց շահերն է այստեղ առաջ տանում։ Էլի եմ ասում, նա խափելով գնալու է։ Նա ասելու է, դե գնում գալիս են, չեն կանգնացնում, դե հիմա ձեզ պետքա կանգնեն թե չկանգնեն։ Դե հիմա մի երկու ադրբեջանցի կգան ձեր գյուղում կապրեն։ Դե լավ, հիմա դուք այս գյուղից կգնաք այն գյուղ, ասենք մի 60 գյուղ պետքա զիջենք, հայերին կհանենք։ Դե լավ, թող վաղնել, ասենք Ադրբեջանի ոստիկանությունը գա։ Նա այդ սխեմայով կգնա, նայեք։ Մենք ինչու՞ երբեք չենք վախենում, ասենք Ռուսաստան, Իրան այդ կորիդորներից, որովհետև ոչ Ռուսաստանը, ոչ Իրանը մտադրություն չունեն հայերին ոչնչացնելու եւ անցյալում դա չեն արել եւ որևէ պլաններ չունեն։ Մեզ չեն ասում, որ մենք բան ենք, հյուսիսային Իրան ենք։ Ադրբեջանը ասում է դուք արևմտյան Ադրբեջան եք, դուք այստեղ ապրելու իրավունք չունեք։ Եվ այդ Թուրանի ստեղծումը մեր տարածքով իրանց ստրատեգիական նպատակն է։ Նրանք ուզենան, որ մենք այստեղ չլինենք, դա է տարբերությունը։ Եթե նրանք գնային ինչ-որ փողզիջումների, ասեին դե լավ, ինչ որ հասկանանք իրար, ասենք ցեղասպանության հարցով, դե լավ, թող որոշ ղարաբաղցիներ վերադառնան, դե լավ, ինչ որ հարցով էլ մենք ենք զիջում։ Նրանք ոչ մի հարցով չեն զիջել, մի սանտիմետր չեն զիջել։ Եվ նրանք հայտարարում են, որ մենք Ադրբեջան ենք, մենք արևմտյան Ադրբեջան ենք։ Իդեպ, ուզում եմ անպայման ընթերցել այսօր Փաշինյանի գրառումը հերթական հայ առաքելական եկեղեցու դեմ, այսօր ինքը իհարկե իր իսկ ռեկորդները կարծես թե անցնում է, որ մենք Տեր-Պետրոսյանին մասին խոսեց, ասաց տեսա, որ պետանականակործան պատուհասը ԼՏՊ Լևոն Տեր-Պետրոսյանի մասին է խոսքը առաջին բայց նա իր նախկին դա հարցի կողմն երկրորդական կողմն է, դա այլևս հետաքրքիր չի։ Հանդիպել է եկեղեցակործան պատուհասի հետ, մի խոսքով եւ այլն, այստեղ էլի բաներ ա գրում, ուստեղ ինչ ասում, եթե ինքնակամ չհեռանա, խոսքը վեհապար հայրապետի մասին է, հայաստանյաց առաքելական Սուրբ եկեղեցու հավատավոր հոտը նրան կհեռացնի քրիստոնեաբար։ Դե սա դիկտատուրա է, Պავლո Խաչիկյան, ինչ պիտի անի, այսինքն դե Բագրատ Գահակեպիսկոպոս Գալստյանին կալանավորումը մենք տեսանք, կարող է մի օր էլ տեսնենք եւ ոչ շատ հեռու ապագայում, որ ասենք դիմակավորված իրավապահները մայրաթորից դուրս են հանում, ասենք կալանավորված վեհապար հայրապետին։ Գիտեք, եթե դա էլ մեր ժողովուրդը ընդունի, չէ, բայց հավանականություն կա, հələ ժողովրդի ընդունելը մի կողմ էլի։ Երևի ալտերնատիվ ինչ որ բան կստեղծի, խումբ կստեղծի եկեղեցու մեջ, այդ կհավաքի այն մարդկանց, ովքեր իրան հավակնություն են տալիս, ինչ որ ալտերնատիվ խորհուրդ կստեղծի եւ ալտերնատիվ մարդ կընտրի։ Դա կլինի
Հիշում եք դուք շատ լավ գիտեք ֆրանսիական պատմությունը 14-րդ դարում, երբ որ ֆրանսիացիները գողացան Ռոմի պապը ու տարան Ավինյոն, մինչև հիմա այնտեղ կա պապի դղյակը։ Այսինքն նա երկրորդ Հռոմի պապ կստեղծի իր համար, որը շատ անգամ արվել է եվրոպական պատմության մեջ, չնայած իհարկե ցավալի է համեմատել։ Բայց ուժը Վատիկանինն է միշտ եղել։ Այո, շատ ցավալի է սրանց համեմատել մարդկանց եվրոպական թագավորների։ Նա ինչ որ ալտերնատիվ ստրուկտուրա կստեղծի երևի եւ կփորձի անել։ Մի կողմ կոոպերատիվ եկեղեցի ներողությունը զբաղի համար մեղամ է, կոոպերատիվ հայարակելական եկեղեցի, հա։ Այո, սա այսինքն կլասիկ տերոր է, կլասիկ բռնապետություն է եւ հարցերը պետք է տալ մեր ժողովրդին։ Էս էլ է հանդուրժելու։ Սրանից հետո ինչ է հանդուրժելու, որ գան միանգամից այստեղ Թուրքիայի բանակը մտնի, Ադրբեջանի բանակը, դուք էլի գնալու եք ձեր գործերով, հա, առավոտը գնալու եք գործի, իրիկունը գնալու եք ճաշ ուտելու, հա։ Ես զարմանում եմ։ Ես ուզում եմ մի վայրկյան պատկերացնել, դուք էլ պատկերացրեք, որ Վրաստանում այսպես վարվեին Վրաստանի եկեղեցու հետ։ Դե Սաակաշվիլին փորձեց մի թեթև եկեղեցու նկատմամբ անել ու տեղ ունեցավ այն ինչ որ տեղի ունեցավ։ Շատ արագ։ Որում եթե չեմ սխալվում ոչ թե Իլիա Պատրիարքի դեմ էր այդ ամեն ինչ ուղղված, այլ հոգևորականներից մեկի նկատմամբ էր։ Եվ ինչպես դա ավարտվեց, ես չեմ հիշում ճիշտ ասած, բայց ես գիտեմ, որ նրանք չէին հանդուրժի սա։ Ավարտվեց նրանով, որ եթե երկարաժամկետ արդյունքն ենք նայում, որ ինքը նստած Սաակաշվիլին գտնում է ուղղակի աշխատանքային գաղութում։ Այո, եւ լավ էլ նիհարել է, տեսնում եք կողերը երևում է։ Հա, այսինքն Վրաստանում սա չէին հանդուրժի։ Մեր ժողովուրդը պետք է իրեն հարցնի, էլ ինչ ենք հանդուրժելու։ Հիմա որ մեր եկեղեցիել զրկվենք, այսինքն դա վերջի ինստիտուտն էր, որը դիմադրում էր սրանց։ Սրանից հետո որ նա գա ասի, դե հիմա գիտեք Սյունիքը թող լինի, ասենք խաղաղության խաչմերուկի, իդեպ դա դարավ պատերազմի խաչմերուկ, ոչ թե խաղաղության խաչմերուկ։ Կլինի մեր խաղաղության խաչմերուկի կենտրոնը, այնտեղ թող ադրբեջանցիներն էլ գան, թող թուրքերն էլ գան, թող իրանց բանն էլ գա, ասենք ոստիկանությունը։ Ամեն ինչ էլ կասի։ Իմ հյուրերին ես միշտ այս հարցը տալիս եմ ձեզ էլ տամ, էլի, որտեղ սա իսկապես ռեալ հնարավոր սցենար է։ Եթե մենք առաջնորդում ենք այն կանխավարկածով, որ Փաշինյանը ամեն ինչ անում է, որպեսզի վերցնի, այսինքն այս ամեն ինչը եկեղեցու նկատմամբ հալածանքները, բոլոր այն մարդկանց կալանավորումները, որոնք որ կալանավորվել են, այդ ամեն ինչը արվում է, այսպես ասենք, Թուրքիայի հետ որոշակի պայմանավորվածությունների շրջանակներում, եթե դրանով ենք առաջնորդվում, ապա ակնհայտ է, որ ինքն նաև կոնֆետ ունի այս հարցում։ Այդ կոնֆետը կարող է լինել մինչև ընտրություններ խաղաղություն անուն կրող ինչ որ մի թղթի ստորագրում։ Այո, ասել եմ, այո։ Ես պատկերացնում եմ, որ ինքը թուղթը վերցնելու է ու սկսելու ամբողջ հանրապետությունում մեկ պատտվել ու ասել, որ ահա ես բերեցի ձեզ բաղձալի խաղաղությունը։ Սա է խաղաղությունը, ռեալ, առարկայական, թղթի վրա ստորագրված, այս իմ ստորագրությունն է, այս Ալիևի ստորագրությունն է, նայեք, հայ ժողովուրդ։ Բոլոր այն մարդիկ, որոնք որ գալիս են ու ասում են, որ ես չպետք է վերընտրվեմ, իրենք պատերազմ են տանում։ Ու մեր ժողովուրդը, որ իսկապես սարսափելի կորուստներ ա կրել պատերազմի ընթացքում եւ խաղաղություն է ուզում, անգամ չսիրելով եւ չընդունելով իրեն, բայց կարող է շանտաժին զոհ գնալ ու գնալ ու ընտրել Փաշինյանին։ Սրա դեմ հակաթույն ինչպիսին պետք է լինի։ Այո, ամենից ճիշտ եք ասում, այսինքն միկրո Չեմբերլեն, հա, մեր ռեգիոնալ փոքրիկ Չեմբերլենի տակտիկան, նա էր, հիշում եք, խաղաղության մասին։ Դե Չեմբերլենը գոնե մի քանի տարի տևեց, ինչ մի քանի տարի, երբ վերադարձավ Մյունխենից։ 38 թիվն էր, կարծեմ աշունն էր 38 թվականին։ 40 թվականին գնաց Չեմբերլենը, եթե չեմ սխալվում։ 39-ին հարձակվեցին Լեհաստանի վրա, 40-ին գնաց, ճիշտ եք։ Նորվեգիայի հարձակումից հետո, երբ որ Հիտլերը արդեն Նորվեգիա հասավ, Ֆրանսիայից հետո։ Այսինքն մենք հիմա գործ ունենք 7 տարի իշխանության մեջ գտնվող իշխանություն ունեցող մարդու հետ 8 արդեն։ Դե գիտեք, անգլիացիները շատ սիրում եմ այդ երկիրը, նրանք արժանապատվությունը իրանց մոտ մեծ բան է, էլի, մարդը որ տեսնում է սխալ է, նա ասում է կներեք, ես սխալվել եմ։ Չերչիլը ճիշտ էր։ Եվ նա գնաց, Չերչիլը եկավ։ Մեր մոտ սենց չի արվում, մեր սենց է արվում մեր մոտ։ Այո, նա կփորձի դա անել։ Ես ասել եմ, Ալիևն էլ երևի իրան պաս կտա, ինչ որ մի բան կստորագրի, կդադարեցնի այդ հայտարարությունները, որ մենք արևմտյան Ադրբեջան ենք, որտեղ պետք է ասենք 5 միլիոն ադրբեջանցի գա, դադար կտա, որ սա նորից ընտրվի եւ դրանից հետո կսկսի նույն բանը անել։ Դրանից հետո էլի կվերադառնա իր պլաններին, այսինքն իրան կթողնի իշխանությանը եւ հակահարվածը նորից կսկսի։ Իսկ այս իր թուղթ ցույց տալը նոյեմբերի 9-ին էլ չէ մենք ունենք պայմանագիր։ Ինչ է եղավ։ Դե նոյեմբերի 9-ին մեղավոր ինքը նշանակել է, պարոն Խաչիկյան։ Դերան բոլորին էլ կնշանակի, նա կասի մենք Սյունիքն էլ կորցրեցինք, դա էլ է Ռուսաստանի մեղքը։ Նոյեմբերի 9-ին Ադրբեջանը փակեց բան, չէ, կորիդորը, Լաչինի կորիդորը։ Այսինքն Ադրբեջանը խախտեց պայմանագիրը։ Նոյեմբերի 9-ին չփակեց։ Նոյեմբերի 9-ի պայմանագիրով որ մի բաց դներ փակեց։ Փակեց, այսինքն խախտեց։ Այսինքն պայմանագիրը ձեզ չի պաշտպանում, չէ՞, նա խախտեց, չէ՞։ Դա պայմանագիր չէ, դա երրակոմ հայտարարություններ կասի եւ այլն, եւ այլն, այսօր Արցախը Ադրբեջանի տարածք է։ Դա ինչ որ միշտ իր այդ կրուտիտները կանի, բարձա։ Դա թուղթ էր, որը ստորագրված էր։ Այնտեղ կար պայմանավորվածություն։ Ինչ ուզում եք կոչեք դա։ Ստորագրված փաստաթուղթ էր։ Դա խախտվեց։
Մինսկի պայմանագիրը ստորագրվել էր, խախտվել էր։ Տրամպը ասում է մենք 2 շաբաթում պետք է որոշենք հարձակվենք թե չէ, սուտ։ Այդ նույն գիշերը հարձակվեց Իրանի վրա։ Միայն միամիտ մարդը կարող է հավատալ, որ թղթով դուք կպաշտպանեք ձեր հանրապետությունը։ Ինչ վերաբերում է ով է պատերազմ բերում, պատերազմ բերեցիք դուք։ Ձեզանից առաջ մենք ունեինք գուցե թերություններ ունեցող ղեկավարներ, բայց պատերազմ չկար։ Նրանք ճիշտ արտաքին քաղաքականություն էին վարում։ Պատերազմ բերեցիք դուք, քանդելով մեր արտաքին քաղաքականությունը, քանդելով մեր հարաբերությունները Ռուսաստանի հետ, սադրելով Ալիևին, տապալելով բանակցությունները, 2 տարի ձեզ հարցնում էին ինչ եք բանակցում, լկտի ձևով ասում եք ինչ կուզենք կբանակցենք, պատերազմը սադրեցիք, պատերազմը սխալ ղեկավարեցիք, հիստերիկ նոպաների մեջ ընկաք, ասցիք ամեն գյուղում հավաքեք մարդիկ, հիշում եք, մերժեցիք Ռուսաստանի 2 առաջարկը կանգնեցնել պատերազմ եւ պատերազմից հետո ոչինչ չարեցիք, որ Հայաստանը վերազինվի։ Դուք ամեն ինչ տապալեցիք։ Սա անհնար է պատկերացնել, որ սա դիտավորալ չէր արվել։ Իդեպ երեք պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն էր միացել այսպես կալանավորված ընդդիմադիրներին վրա մատ թափտալու գործին, ասում էր ձեր կերտած Վասակ Մամիկոնյանը ձեր համար Վասակ Մամիկոնյանի կերպարը ձեր համար հեքիաթ է թվալու, ինչ է թվալու եւ այլն եւ այլն։ Գիտեք, այդ մարդկանց խոսքերը, այս անձերի խոսքերը լուրջ ընդունել անհնար է։ Դա ասում են այն մարդիկ, ովքեր դավաճանեցին մեր ժողովրդին, հանձնեցին Արցախը, 120,000 մարդ դարձրեցին փախստական, տապալեցին մեր արտաքին քաղաքականությունը, մեզ դարձրեցին ռեգիոնալ չմո, երբ որ մենք ստեղ նստած սպասում ենք ով մեզ կպաշտպանի, Իրանը, Հնդկաստանը, Ռուսաստանը, ոնց կորոշեն թե մեր տարածքով ոնց է անցնելու այդ կորիդորը, որը կորիդոր է լինելու, կտեսնենք, դա միջանցք է լինելու, ուղղակի սուտ են ասում։ Ինքները այս խումբը այսպիսի բան անելուց հետո ուրիշներին մեղադրում է դավաճանության մեջ, դա ուղղակի ծիծաղ է առաջացնում։ Պարոն Խաչիկյան, ես ուզում հասկանալ հիմա միջազգային հանրության արձագանքը, հա, կամ այսպես կոչված արևմտյան ժողովրդավար եւ այլն եւ այլն։ Մենք գործ ունենք գործարարի Սամվել Կարապետյան։ Ընդ որում մարդ է, որը որ հարստացել է ոչ թե Հայաստանում, հարստացել է Ռուսաստանում։ Եկեք չոր նայենք, էլի աշխարհի ամենահարուստ հայն է այս պահին հայտարարված։ Մեր երկրում էլ 100-ավոր միլիոն դոլարների ներդրումներ է արել, չեմ ասում բարեգործությունը, նրանք մի կողմ 100-ավոր միլիոն դոլարների ներդրում է արել։ Հիմա մի նախադասության համար բառացվում, նախադասությունը չէ անգամ, էլի երևի բառակապակցության համար, որը վերջը Facebook-յան Փաշինյանի Facebook-յան գրառումից հետո իրեն կալանավորեցին, կալանավորելուց հետո սկսվեց հարձակումը Հայաստանում ունեցած իր ներդրումների վրա, միանգամից պարզվեց, որ տաշիր պիցաների ցանցը բոլորը այնտեղ մի հատ մաս կա, այնտեղ մի հատ պատի վրա ճակ կա եւ այլն բոլորը փակեցին։ Հիմա արդեն խորհրդարանը հունիսի 1-ին մտնում հեծի ազգայնացման կամ պետականացման օրինագիծը։ Ինչ է սա, էլի, այսինքն հիմա ինչ պիտի արվի, պիտի բոլորը ասեն, որ այո, անհրաժեշտ էր սա անել, որովհետև սա ինչ էր, ինքնիշխանության դեմ ինչ կոչել սրան, լավ։ Սա բոլոր նորմերի խախտում է, բոլոր արևմտյան արժեքների, դեմոկրատիայի էքսպրոպրիացիա, ինչպես էքսպրոպրիացիա, այո, սա բոլշևիկը, նույն բանը բոլշևիկներն են, չէ՞ անում, ոնց մինչև հիմա պատմական կերպարները, լուրջ պատմական կերպարները չբերեն մեր վատ իրականություն։ Այո, նրանք գոնե լուրջ մարդիկ են, ճիշտ է։ Այսինքն սա բոլոր նորմերի խախտում է, բայց արևմուտքը, ինչպես դուք գիտեք, ունի 5-ից 16 դեմք, եւ երբ որ իրան պետք է այս ստանդարտներն է օգտագործում, երբ պետք է ուրիշ ստանդարտներ։ Մի արևմուտք, որը 1953 թվականին ժողովրդավարական ձևով ընտրված պրեմիեր մինիստրին Իրանի տապալեց եւ բերեց շախին։ Դուք այդ արևմուտքի մասին եք խոսում, որ Բրիտանիան եւ Ամերիկան իմիջալուց հիմա էլ են խոսում շահի Ժահրանգի հետ, որ իրան հետ բերեն։ Ռազա որդու էլի։ Մի արևմուտք, որ ամբողջ Լատին Ամերիկայում հեղաշրջումներ էր կատարում դեմոկրատական ընտրված լիդերների դեմ, օրինակ Սալվադոր Ալիենդեն Չիլիում, որին խեղտեցին, կարծեմ բանով ՑՌՈ-ի օգնությամբ։ Այդ նույն արևմուտքը եկավ այդի Պինոչետը, որը Չիլի Գիտլերն էր, որը մարդկանց սախսախ թաղում էր, որը մարդկանց շղթաների մեջ տանում ուղղաթիռներից գցում էր օվկիանոս, բայց դա Ամերիկայի դաշնակիցն էր, այսինքն եկեք նաիվ չլինենք միամիտ։ Այն արևմուտքը, որը հանգիստ նայում է 60,000 պաղեստինցի մայր եւ երեխա ոնց են սպանվում Իսրայելի կողմից եւ փող է տալիս դրան։ Այն արևմուտքը, որը Սիրիայում բերեց լիբերալ դեմոկրատ տերորիստներ իշխանության։ Մենք ուղիղ եթերում մարդ սպանող ընդդեմ։ Այո, ուրիշ ուղիղ եթերում մարդու գլուխ կտրող սիրթանող մարդը դարավ գնաց գեղեցկության սրա, դուրս եկավ, դարավ լիբերալ դեմոկրատ Հաբեկիչ։ Գնաց Սպիտակ տանը հանդիպեց Ամերիկայի պրեզիդենտին, Ալ-Կաիդայի անդամը, որը սպանել է 3000 ամերիկացի սեպտեմբերի 11-ին իմ աչքերի առաջ Նյու Յորքում։
այդ մարդու գլխին դնում են $10 միլիոն bounty, ոնց է հայերեն, գլխավճար, չգիտեմ ոնց է դա հայերեն, գլխագին, այո։ Ու դրանից հետո այդ մարդուն դառնում են լիբերալ։ Գիտեք ինչ, բոլոր երկրները ունեն ցինիկ արտաքին քաղաքականություն, որտեղ արտաքին քաղաքականությունը դա բլոտի կամ պրեֆերանսի պես խաղ է, դուք չպետք է բողոքեք, որ ձեզ խափում են, էմոցիոնալ չկա, բայց այսպես գեղեցիկ խոսալ եւ այսպիսի տգեղ բաներ անել, դա արևմտյան բան է, այսինքն այդ իրանց գեղեցիկ խոսքերը, իրենց այդ լիբերալ դեմոկրատական այդ բաները, միֆերը բախվում են իրենց ռեալ գործողությունների։ Հա լավ, արևմտյան հասկացա, բայց մարդու ձեռքից եթե խլում են իր սեփականությունն, որում խոսքը խոշոր ինվեստիցիայի մասին է, ապա վաղը ցանկացած մեկը որ Հայաստանում ներդրում պիտի անի, պիտի 48 անգամ մտածի արժե ներդրում անի։ Շատ ճիշտ ասացիք, որովհետև վստահությունը իհարկե շատ կընկնի։ Փողը հանգստություն է, չէ՞, սիրում, վստահություն է սիրում։ Վստահություն, կանխատեսելիություն, ստաբիլ կայուն վիճակ, սա նախ խախտում է, գիտեք, արևմուտքի համար սուրբ բան է մասնավոր ունեցվածքը, մասնավոր գույքը իրենց համար սուրբություն է, ամերիկացիների, անգլիացիների համար չի կարելի մարդուց խլել իր գույքը։ Այստեղ դա մեզ չի հասնում, տեսնում եք, որ դա էլ են ընդունում։ Այո, ապագայում սա նշանակում է, որ ներդրումները կտուժեն, այստեղ շատ ավելի քիչ մարդ կուզենա ինչ-որ բան ներդրի, բոլոր նորմերը խախտվում են, այդ մարդուն ուղղակի ձերբակալում են համար, որ նա ասեց մենք կսատարենք մեր եկեղեցուն։ Սա բոլոր նորմերի խախտում է, ես չգիտեմ, դուք կիմանաք ավելի լավ, այդ բոլոր NGO-ները, քաղաքական կազմակերպությունները, այդ բոլոր մեդիա հարթակները, այդ բոլոր դեսպանատները մի բառ ասեցին, որ սա բռնապետություն է։ Սա մենք գնում ենք տերորի։ Ես չգիտեմ, բայց ինձ մոտ հստակ ասոցիացիա կա այն առումը, որ Հայաստանում խոշոր ներդրումներ արած մեկ այլ գործարար Ռուբեն Վարդանյանը Արցախը պաշտպանելու համար գտնվում է Բաքվի բանտում, իսկ եկեղեցուն արդեն պաշտպանած Արցախը ընկնելուց եկեղեցուն պաշտպանած մեկ այլ գործարար Սամվել Կարապետյանը գտնվում է Հայաստանի բանտում։ Թե ասոցիացիաներն ու պարալելները ինչպես կարելի անցկացնել, չգիտեմ, դժվարանում եմ ասել։ Իմ կարծիքով մեր մարդիկ հիմար չեն, նրանք շատ լավ էլ հասկանում են այստեղ ինչ է կատարվում։ Մենք գնում ենք, արդեն հասել ենք, ոչ թե գնում ենք, արդեն հասել ենք բանանային կամ ծիրանային հանրապետություն։ Իրեն չէ ծիրանային ենք, ծիրանալ չեն թողում արդեն նորմալ։ Այո, սա կլասիկ բռնապետություն է, տերորը։ Լավ, պարոն Խաչիկյան, ինչ որ ասացինք արդեն ասում ով ականջունի լսեց, ով աչքունի տեսավ։ Հիմա դրա հետ մեկտեղ մենք այսպես թեթևացած մի քիչ շունչ քաշեցինք, երբ որ Իրանի ու Իսրայելի միջև այս հակամարտությունը, որին Միացյալ Նահանգներն էր միացել, կարծես թե կանգնեց, այ հարցը հենց տեղ է, սա կանգնեց, սա սառեցվեց, սա հանգուցալուծվեց, ինչ տեղի ունեցավ, էլի, որովհետև հետևանքները կարող էին մեզ համար ուղղակի էքզիստենցիալ լինել։ Այո, դե իհարկե լավ է, որ մինչև վերջ չգնացին, նրանք կարող էին շարունակել ռմբակոծությունները, ինչպես Յուգոսլավիայում եւ Իրաքում, եւ ուղղակի ավիրել ամբողջ երկիրը։ Լավ է, որ գոնե հիմա կանգնեցին, բայց տեսակ, որ Իրանն էլ պատասխան տվեց եւ իր դիրքերը պահեց, այսինքն երկու կողմն էլ հիմա հռչակում են հաղթանակ։ Ամերիկացիները ասում են, որ այո, մենք ջախջախեցինք այդ Ֆորդո օբյեկտը, որտեղ նուկլեար ատոմային բանը ծրագիրը, այո, ատոմային ծրագիրը, բայց ոչ մինչև վերջ։ Այսինքն լուրջ վնաս հասցրեցինք, բայց մինչև վերջ չարեցինք։ Իրանացիները ասում են միայն մուտքերն եք ռմբակոծել, ներսի ծրագիրը մենք պահպանել ենք եւ Ուրանը այնտեղից դուրս են հանել հարձակումից առաջ։ Այսինքն, իմ կարծիքով սա դադար կլինի մի քանի տարի, գուցե կամ մի քանի ամիս։ Իրանը կվերականգնի իր միջուկային հնարավորությունները, բայց այս անգամ երևի կգնա մինչև վերջ։ Քանի որ եթե դուք չեք անցնում այդ միջուկային շեմը, ձեր վրա հարձակվում են։ Հենց որ դուք անցնեք այդ միջուկային շեմը, դառնաք միջուկային պետություն, այլևս չեն կարողանա ձեր վրա հարձակվել, քանի որ կմտածեն, իսկ ինչ կլինի, եթե այդ բալիստիկ հրթիռներից մեկը ունենա միջուկային գլխիկ։ Այսինքն արդեն դուք սկսում եք աշխատել միջուկային զսպումը։ Դա նշանակում է, որ միջուկային զենքը տարածվելու է ամբողջ ռեգիոնով։ Եվ դա շատ վտանգավոր է։ Այսինքն Իրանը ներողություն, թե Իրանը ունեցավ ատոմային զենք, ով է ասել, որ Թուրքիան չի կարող ունենալ ատոմային զենք։ Միանգամից Թուրքիան մի քանի տարի հետո կստանա միջուկային զենք, Սաուդյան Արաբիան, Եգիպտոսը դա կսկսի տարածվել ամբողջ ռեգիոնով։ Շատ ավելի վտանգավոր է դա, քան Միացյալ Նահանգների եւ Սովետական Միության զսպումը։ Այնտեղ կար երկու երկիր եւ երկու երկիրը բաժանված էին թռիչքի ժամանակը, այո, այդ ճամբարների եւ թռիչքի ժամանակը 18-ից 25 րոպե էր։ Այսինքն, եթե սխալմամբ ինչ որ հրթիռ է բարձրանում օդ Միացյալ Նահանգներից եւ սովետականությունը դա տեսնում է, դուք գիտեք տեսնում են, այն կզանգ տային, ասեն սա ինչ եք անում դուք հասկանում եք սրա հետևանքը ինչ է եւ կխոսային, նրանք խոսալու ժամանակ ունեին 18-ից 25 րոպե։ Այստեղ մենք ժամանակ չենք ունենալու, որտեղ սա վայրկյանների հարց է լինելու եւ դուք գիտեք քանի անգամ համարյա միջուկային պատերազմ էր սկսվել 60-ականներին, 70-ականներին, 80-ականներին, ինչքան միջադեպ է եղել
այդ միջադեպները մեր ռեգիոնում կբերեն սարսափելի հետևանքների։ Հետո փաստորեն այդ բոլոր պայմանավորվածությունները ՄԱԿ-ի խարտիա, միջազգային օրենք, միջազգային հանրություն այդ ամբողջը հիմա չկա, մենք ապրում ենք ջունգլիների օրենքով։ Ուժեղի, ով ուժեղ է, նա էլ իրավունք ունի։ Դիվանագիտության ինստիտուտը, բանակցությունների ինստիտուտը դա էլ տապալվեց, որովհետև Իրանին 2 անգամ խաբեցին։ Կիրակի օրը պետք է վերսկսվեին բանակցությունները, ուրբաթ օրը հարձակվեցին։ Այսինքն Իրանին համ ասում համ բանակցում եք, համ հարձակվում եք։ Հետո էլ ասում են 2 շաբաթ ամես պետք, եւ տեսեք ինչպես իրենց պահեցին։ Այսինքն շատ մենք գրում ենք դեպի շատ վտանգավոր, ոչ կայուն, ապակայունացված իրավիճակ մեր ռեգիոնում եւ աշխարհում։ Եթե Իրանը պարտվի, սա նշանակում է այստեղ հեգեմոնիայի հաստատվելու Իսրայելի, Թուրքիայի, Միացյալ Նահանգների մեր ռեգիոնում։ Հետո ավելի մակրո մասշտաբով որ նայեք, ձևավորվում են արդեն 2 առանցք, Միացյալ Նահանգներ, ՆԱՏՕ եւ այստեղ Ռուսաստանը մերձենալու է Չինաստանի հետ։ Այսպիսի վարքը, Ամերիկա այսպիսի վարքը Տրամպը գիտեք տապալվեց, տանն էլ տապալ։ Իր սեփական ժողովուրդը արդեն իրեն չի հավատում։ Ռեյտինգներն ընկել են Տրամպի շատ ուժեղ։ Տեսնելով որ այսպես են պահում Միացյալ Նահանգները, գիտեք որ Եվրոպան հիմա վերազինվում է, խոշոր ծրագիր են հայտարարել։ Այսինքն էսկալացիան սկսվում է, էլի շարունակվում է միշտ։ Այնտեղ Ռուսաստանը, Չինաստանը ձևավորելու են իրենց առանցքը եւ մենք ունենք կլասիկ համաշխարհային պատերազմի իրավիճակ։ Մնում է միայն Չինաստանը մասնակցի ինչ որ գործողության մեջ։ Հենց որ Չինաստանը մասնակցի, մենք վերադառնում ենք 1914 թիվ կամ 1939 թիվ։ Մենք արդեն 38 ունենք, այո։ Շնորհակալ եմ շատ։ Հրավերս ընդունելու հետաքրքիր, բայց մի քիչ անհանգստացնող։ Դե ոնց կան հենց էլ ասում ենք։ Ես հույս ունեմ, որ դուք երբ որ հետ վերադառնաք Հայաստան, մենք նորից մեր ստուդիայում հնարավորություն կունենանք քննարկելու արդեն առավել դրական նոտաներով Հայաստանում տեղ ունեցող գործընթացները եւ նաեւ ռեգիոնում տեղ ունեցող գործընթացները։ Եվ եթե ինձ ինչ-որ ցուցակների մեջ ընդգրկեն, ինձ տեղյակ բայեք, ես էլ իմանամ ինչեւ գալիս։ Իմ հյուրն էր Ստենֆորդի համալսարանի դոկտոր, քաղաքագետ Արթուր Խաչիկյանը։